Բարի լույս իմ շատ սիրելի հետևողներ, հարազատներ, ընկերներ և աշխարհով մեկ սփռված հայեր ջան։ Այսօր օրը երկուշաբթի, սկսում ենք նոր օրհնյալ շաբաթ։ Սիրելիներս, այսօր նաև մեր ննջեցյալների հիշատակության օրն է։ Թող ննջեն իրենց քուրայում խաղաղությամբ և լույս իջնի մեր ննջեցյալների հոգում։ Այսօր գերեզմանների օր է, սիրելիներս, իրոք հոգիս շատ տխրում եմ, որովհետև դրսում գտնվելով այս սուրբ օրով ես չեմ կարողանում գնալ գերեզմանոց։ Սիրելիներս, այսօր շատ հոգիս տխուր է։ Բայց ինչ արած, այդ մտքի հետ հարմարվում եմ, որ չեմ կարող գնալ։ Սիրելիներս, ես իմ կոֆեն դրել եմ արդեն, դուք էլ դրեք, եկեք միասին խմենք և մի փոքր զրուցենք։ Կներեք, սիրելի հետևորդներ ջան, հուզմունքիս համար, բոլորդ էլ հասկանում եք ինձ, այո, շատ երիտասարդ եղբայրներ եմ կորցրել, հայրիկս եմ կորցրել երիտասարդ 40 տարեկանում, դեռ ես նշանված եմ եղել, մայրիկիս եմ կորցրել 56 տարեկանում և այսօր չեմ կարողանում այցելել իրանց շիրիմին այս սուրբ օրով։ Հուզված եմ, ահա որ հուզված եմ, բայց իմ փոխարեն քույրիկս խումբ կծխի, ծաղիկներ կդնի։ Ինչ արած, այսպես է ստացվել, կյանքն է այդպես դասավորվել։ Եթե գնում եմ Հայաստան, սեպտեմբեր ամսին եմ սիրում գնալ, այդ ամռան շոգին չեմ դիմանում, այդ ժամանակ մեծ մեռելոցին էլ եմ գնում, սբղա չի։ Ոնց որ հոգիս փարատվում է, որ գնում եմ, իրենց հետ նստում եմ, խոսում եմ, ծնողներիս հետ, եղբայրներիս հետ, կիսվում եմ, սիրելիներս, հիմա կզարմանաք, թե ես ինչ է ասում տիկին Մարինեն, այո, և այցելում եմ, նստում և շատ երկար ասում, խոսում, բացատրում, այդպես ստացվեց, այս գործն արեցինք, մի խոսքով, չեմ ուզում ոչ ոքի տխրեցնել, նորից եմ ասում, թող ննջեն խաղաղությամբ, լույս իջնի իրենց հոգիներում, բոլորին։ Սիրելիներս, այսօր օրը անպամած, մռայլ, ամպերը, հոնքերը կիտած օր է, անբարենպաստ օր է, ոչ արև կա, ոչ էլ ջերմություն կա, անձրևոտ օր է, որոշել է Մարինկայիս հետ դուրս գայի, ձեզ էլ մեզ հետ տանենք ման գալու, զբոսնելու, տեղանքը մի քիչ ցույց տայի, այն էլ անձրևոտ օր է, կաթկթոցները լսում եք, չենք կարող, մյուս անգամ, որ անձրև չլինի, օրը պայծառ լինի, արևոտ, անպայման դուրս կգանք մի քիչ ման գալու, ասեմ, որ Մարինկաս տանն է, ասել եմ ձեզ, սիրելիներս, 5 շաբաթ սովորում է, մի շաբաթը տանն են մնում, հանգստանում են, այդպես է մեզ մոտի դպրոցը։ Որդիս գնումներ էր կատարել ուրբաթ օրը, շաբաթ օրվա համար, Զատիկի համար առևտուր էր արել, չկարողացա տեղադրել, այսօր կտեղադրեմ, սիրով, դուք էլ սիրով կդիտեք, լավ հարազատ դարձած հետևորդներ ջան, հիմա կոֆեն խմեմ,
ասեմ դրսում շատ ցուրտ է, սառնոտ է, վարագույրը տանում, բերում են։ Գնամ ներս եւ սիրով ցույց տամ գնումները։ Այսքանն է ուզում սիրելիներս ձեզ հետ կիսվել։ Կներեք, էլ չեմ կարողանում, շատ հուզված եմ, սիրում եմ բոլորիդ, գրկում եւ համբերում եմ։ Հիմա գնանք ներս, գնումները ցույց տամ։ Հերթական գնումներն եմ ցույց տալիս, որդուս գնաց գնումները զատիկի կապակցությամբ։ Մեր հայկական ձեռնոց եմ հագել, որ զուգ ցույց տամ, իշխան։ 2 հատ Հայաստանից բերված է, թարմը, ընտիր իշխան է։ Նոհոն է։ Միս, գնել է, տեսեք, ինչ լավ միս է։ Համ ոսկորոտ է, համ փափուկ է։ Ամեն տեսակի ճաշատեսակներ կարող եմ պատրաստել։ Ապուրներ, փափուկ միսը, կոտլետ, տոլմա, ամեն ինչ։ Ինչպես միշտ մեր հայկական կանանչիներ։ Սա կոտեմ է, մեր հայկական խաչբարի մեջ է փաթաթված։ Միշտ համեմը կամ կոտեմը թարխունը փաթաթում են մեր հայկական խաչբարների մեջ, թերթի մեջ, հələ դալար, ճիշտ է, քիչ է կապը, բայց շատ դալար է։ Մինչև մերը դուրս կգա, մենք էլ ունենք, գիտեք, ցույց եմ տվել, 3 կապ է։ Սամիտ, մի մեծ կապ։ Բավականի ժամանակ գնված կանանչին մնաց սառնարանում, ցույց տվեցի։ Վերջինը, կարծեմ, օլոլակով ուտեստի մեջ էր, որ մանրացրեցի։ Այս անգամվա մաղադանոսը մի քիչ ավելի խոշոր է։ Անցած անգամ ավելի նուրբ է, սրա տերևները ավելի խոշոր են։ Մեր հայկական, սա էլ է կոտեմ, համեմը, հələ գլուխները տեսեք, ինչ լավ, ընտիր, հաստ գլուխներով համեմ է։ Շատ լավ կապեր են, մենք դաստաներ ենք ասում, արտաշատում, 3 հատ համեմ, 3 հատ թարխուն, 2 հատ կոտեմ, մաղադանոց, պետրուշկա, սամիտ, հիմա կանանչիները վերցնեմ, նոր մնացած գնումները կմաքրեմ, ձեզ հետ միասին կպատրաստվենք սուրբ զատկի տոնին։ Պանիր է գնել պետական, հայկական լորին է։ Հավանում եմ լորի պանիրը, շատ համով է։ Լալվար, երևի գործարանի անունն է։ Պանիրի անունը կամ, սա լորին է, սա լալվար պանիրն է։ Ամենակարևորը, սիրելիներս, զատիկի կանանչ խոտը։ Ես ձեզ ցույց տվեցի, ցանեցի, բայց փաստորեն եփված ցորենով չծլեց, ոչ գրեչկան ծլեց, հնդկաձավարը ոչ էլ,
ցորենը, այսօր որդիս գնել է։ Սա խորհրդանիշն է։ Դրա համար ամեն տարի կամ ցանում են կամ գնում են։ Ընտիր սմբուկներ են։ Այստեղ լոլիկ, շատ համեղ են ռոզվի լոլիկները։ Քաղցր են։ Եթե լոլիկը կիսում ես մեջի կորիզները կանաչ է լինում, ուրեմն շատ քաղցր է եւ համեղ, ջրալի։ Սա էլ վարունգներ է։ Կոֆե է, հատիկավոր կոֆե է, կես կիլոգրամ, իսկ կես կիլոն էլ, գնել է 1 կիլոգրամ, կեսը տեղում, սիրելիներս, աղալ է տվել, աղացած է վերցրել, իսկ սա արդեն հատիկավոր է, մենք կաղանք սա էլ, հլը տեսեք ինչ եմ ցույց տալիս, սիբեխ է, տեսեք ինչ լավ, մաքուր, կանաչ, ընտիր, նուրբ սիբեխ, Նազելի ջան, տես, մեզ էլ Հայաստանի սիբեխից հասավ, գնեցինք, այստեղ վաճառում են սիրելիներս, ասեմ, որ խառը բանջար չկար շուկայում, բայց սիբեխ կար, խառը բանջար ունենք, Հայաստանից են բերել, սիրելիներս, պատրաստեմ ձեզ հետ միասին։ Հիշում եք, որ ասում էի ջազվամ այս մասից պոկվել էր սրճիեփը, գնել է նաև սրճիեփ, շատ հարմար է, տիտան է, գնել է նաև խոշոր չամիչ, դեղին, փլավի համար և երեխաներն էլ են սիրում, սա էլ խուրմա է, շատ համեղ է այս խուրմաները, իրանական խուրմա է, շատ քաղցր չամիչ էր, սա մեր դուշևոյ կաբինայի համար նյութ է, մաքրելու համար է դուշևոյ կաբինան, սա հատակը, պոլերը լվանալու համար, միստր մուսկուլ, ամանների համար հեղուկ է, մեքենայի համար ունենք, չի գնել, դե մեքենայով բացի ձեռքով էլ ենք աման լվանում, սիրելի հետևորդներ ջան, շատ հավանում եմ Պեմոլ լուքսը, առանց Պեմոլ լուքսի կաթսաները չեմ լվանում, սա բալզամ է մազերի համար, նույն ֆիրմայի շամպունն է, 5 լիտրանոց տայդ է, հեղուկ, լվացքի համար, ասեմ, որ անուշ հոտ է գալիս, շատ անուշ, ձերքի օճառ է, հեղուկ օճառ, հել այս օճառին տեսեք, ինչպիսի փաթեթավորում, արդեն օճառն էլ են գեղեցիկ փաթեթավորում, որ գայթակղեն, տեսնում եք, շատ գեղեցիկ է, սա էլ կանդիցաներ է լվացքի հատիկ վիճակով, բեց է 100%-անոց սաֆոն,
Առաջի անգամ ենք փորձելու, կփորձենք, փոխանցեմ ձեզ լավն էր, թե ոչ։ Դե սա արդեն թևիտակի Rexona է։ Սա ինչ է։ Էս ի՞նչ է։ Հա, սա էլ է Rexona, թորանս համար է գնե, արդեն օգտագործում է, թորնիկը սիրում է։ Սա ինձ համար տանալնի կրեմ է առե հարսս։ Կփորձենք միասին, տեսնեմ, ես մի քիչ մուկ եմ սիրում։ Ինչ ան։ Հունչա, հա։ Ինքը հիմա սպիտակ է, ասում է կսելու ժամանակ, ինքը արդեն մաշկին ընթառաջ է գնում, որ գույնը ապահովի։ Այստեղ էլ շրթներկ է։ Ուշադրություն է, սիրելիներս, ուշադրություն, որ մենք լավ ենք, չէ՞ մեզ զգում, եթե ուշադրություն են դարձնում, թե հարսը, թե որդին, ամուսինը, այստեղ էլ անձեռնոցիկ է, արդեն բացել ենք։ Սա սառնարան մաքրելու շոր է, շատ լավ մաքրում է, սիրելիներս, փայլեցնում է, միշտ գնում ենք։ Ես ձեզ կաթսաների համար էլ ասել եմ, չէ, դա էլ ցույց կտամ հետո։ Շատ փափուկ, լավ, լվանալուց հետո սառնարանը չորացնում ես, շատ ընտիր է։ Սա խոնավ անձեռնոցիկ է։ Սա էլ սովորական ամեն օրվա օգտագործելու պակետ։ Սիրելիներս, այսօրվա գնումներն էլ այսքանն էին։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում եմ ձեզ եղեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։